Դե ինձ սիրելի սյունեցիներ, հարգելի կապանցիներ, այս անգամ մեր ճանապարհը բերեց Բեղ գյուղ։ Մենք շարունակում ենք բացահայտել Սյունիքի գյուղերը, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել մեր էջին։ Բեղ գյուղը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Կովսական գավառում։ Կապան քաղաքից 4 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Ողջի գետի աջ կողմում, Խուստուփ լեռան լանջին, բարձրադիր, անտառապատ գեղատեսիլ վայրում։ Գյուղի մոտով անցնում է Ողջիի աջակողմյան վտակ Բեղ գետակը։ Անունը ծագել է շրջակայքի անտառներում բոխի ծառի առատության համար։ Տարածքում է գտնվում Բեխի խուտ լեռը, որն անտառապատ է, Բեխի գետակը եւ Բեխի անապատը։ Առաջին անգամ բնակավայրի մասին հիշատակվել է 871 թվականին, այն Բախկ գավառի Արուքս գյուղի հետ փոխանակելու առնչությամբ։ Երկար ժամանակ բնակավայրը եղել է Տաթևի վանքի սեփականությունը։ Ուշ ժամանակներում Բեխը պատկանում էր Մելիք Փարսադանյաններին եւ հանդիսանում էր նրանց աթոռանիստը։ Վերջիններս համարվում էին Տաթևի նույն տոհմի ճյուղերից մեկը։ Սուրիկ, Գաբրիել շատ հաճելի է։ ուրախ եմ, ես էլ եմ ուրախ, որ Ես նոր ձեր մասին շատ բան իմացա, որ ըստ էի մաքրությունը հիմնականում դուք եք շատ պահպանում։ չի խլում, այս մակրությունը։ Մի կեժան, ձյով գալիս ենցին կապում եմ սեր, ծայքները ջուրում, գնում։ Եմ ասմա իրուկունը կան, ամեն օր ջուրում եմ, ամեն օր, ցանած, մարտի մեկից որ ցանում եմ, եղանակը չկա, ամեն օր ջուրում եմ։ Ի տարեկան եք ուստե եք ծնվել հենց։ Ես ծնվել եմ Ափան քաղաքում, բայց Բեղցի եմ, 54 թվի, 58 թվի տատիկիս, վատ խրովցան պաճարով եկել է գյուղ, բայց ես գյուղացի եմ, ես գյուղացի եմ, 75 տարեկան, 71 տարեկան։ ես տանակ, ես թոշակարվում, թոշակնստանում, ես բաղում, երևի սուտ չունի կարող եմ 20 տարուց ավերնի, ես ուշարձանը ես պաշպան, մերն է, մարդիկ էլ շատ մարդիկ ասում են իր հորեղբայրները ստեղ են զոհված համար անում են, իսկ մարդկაც ես շատ եմ պատասխանած, ինչ է ինչ մեկը իմը սակոնն է, մեր գյուղին է, ես զոհված մարդիկ, իմ հորեղբայրները զոհ են, երեք հորեղբայրը զոհ են, իմ հնեին կարն է, էտիրը կարն է, ես էլ մեր երկեղեցինա առաջ կար 1903 թվին վերանորոգել են։ Իսկ ինքը որ թվի եկել։ 1750 թվին երևի կասը, դուղ է ժամանականից կար։ Մելիք Փարսադանի որդի Բալի Զորավարի քարն է։ Բալի Զորավարը կակրազ այն վաղ գալիս էին ադրբեջաները, թուրքերը, Իրանա պասկերը որ հարձակում էին մեր Սյունիքի վրա, ինքն էր որ ժողովրդին համախմբեց, ասեց Զանգեզուրը ոչխարի գլուխ չէ, ով ինչպես ուզի, այնպես է խոզե։ Ժողովուրդը համախմբեցին, մրզակ տվեցին, սերից վռնդեցին։ Եվ միջև օրս էլ մեր Զանգեզուրը թուրքը ոչ չդեր։ Գյուղում կա 18-րդ դարի կանգուն եկեղեցի։ Մոտակայքում են գտնվում Հալիձորի բերդը, Հալիձոր գյուղի Հալիձոր հանքավայրի ավերակները, Փառուտա վանքի ավերակները։ Ունի թեք տանիքներով տներ։ Գյուղը շրջապատող անտառներում կան մրգատու ծառեր, տանձենի, խնձորենի, սալորենի, ընկուզենի, հոնի, իսկ բացատներում ամենուր տարածված է մոշը։ Հնում բեղցիները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ։ Այժմ հիմնական մասը աշխատում է Կապանի հանքավայրերում։ Գյուղն ապրում է անհոգ ու երջանիկ, սակայն ունեն մի քանի խնդիրներ, որոնք լուծման կարիք են զգում, օրինակ գազի և ջրի հարցը։ Բեղցիները հպարտանում են գյուղից սերված տաղանդներով։ Պատմում են նրանց մասին մեծ սիրով ու ուրախությամբ։ Հպարտանում են գյուղի ամեն մի հնությամբ։ Անգիր գիտեն գյուղի բոլոր ճանապարհները։ Գյուղի պատմությունը շատ վառ գիտեն։ Մեջբերենք Ռաֆու Դավիթբեկ վեպից մի հատված։ Իշխանը իսկույն իր վրանում կազմեց խորհուրդը։ Ներկա էին Ստեփանոս Շաումյանը, Մելիք Փարսադանյան Բալին և Մելիք Նուբարը։ Հենց այդ նույն Մելիք Փարսադանյանի տանն են գտնվում։ Ես անկեղծություն չեմ գտնում այդ նամակի մեջ, պատասխանեց իշխան Ստեփանոս Շաումյանը։ Ես էլ նույնպես, ասաց Մելիք Փարսադանյան Բալի զորապետը։ Մելիք Նուբարը ոչինչ չխոսեց։ Մտովի, երբ քայլում ես նախասրահով, քեզ թվում է, թե պատմության տարերքի մեջ ես։
Ամեն ինչ հիշեցնում է Դավիթ շունչը։ Մենք մանրամասն ուսումնասիրել ենք տան պատերի կառուցվածքը։ Կամարաձև յուրաքանչյուր պատ պատմության մի դրվագ է։ Մենք հնարավորություն ունեցանք պատմական այս փաստը շոշափելու։ Ուհին ժամանակի շունչը զգալու մեր օրերում։ Թթեն ու ծառ, մաքուր օդ ու ջերմ արև։ Դե գյուղացու հետաքրքիր պատմություններն էլ մեզանից անպակաս։ Բեղցիները շատ պահպանողական են ու ավանդապաշտ։ Դրա վառապացույցը տեսնում եք ձեր էկրաններին։ Սիրելի հայրենակիցներ, այսօր ծանոթանում ենք հրաշք միանձնավորության հետ, գյուղի մեծերից պարոն Փարսատանյանի հետ, ողջույն պարոն Փարսատանյան։ Ինչպե՞ս եք։ Մի քիչ խոսենք գյուղի պատմության մասին, որտեղից է սկսվել գյուղի պատմությունը։ Իմ կարծիքով ես գյուղի պատմությունը սկսվել է Վահանավանքի Հալիձորի անկումից հետո, երբ Հալիձորը անկվել է, այնտեղից ժողովուրդ արդեն տեղափոխվել են այստեղ հիմնադրել են, մարդիկ գնացել են այնտեղ սարքել են իրենց պաշտպանության համար, այնտեղ եւ հոգեոր դասընթացներ են անցկացնում իրենց պաշտպանության համար բնակում են նապատում, որ նապատը կապ ուներ այնտեղից Հալիձորի եւ Գախտի ճանապարհով, Հալիձորի եւ Վահանավանքի հետ։ Եկել են այստեղ հիմնադրել են մեր գյուղը, այս գյուղն էլ այն վաղ ցակել են, տեսեք տները ինչքան կիպ են դրացել, սաղ կպած են իրար, այն վաղ ղաչաղները գալիս են, չգիտեմ, գիտեք չէ ղաչաղ ինչա, ղաչաղները որ գալիս են թուրք երուզակները բեն հարձակում են, գալիս էին, մարդիկ վախենում էին, հերոսակ էին տները, իրար մոտիկ էին սակում, որ իրար օգնեն, պաշտպանվեն, այսպես, կառուցել են այս գյուղը, ինչպես ասացի, մեր գյուղը ոչ մի անտառ, ոչ մի տեղով մեքենա չի մտնում, հենց լավն է դա է, տունը որ սարքել է այդ Մելիք Փարսադանյան, Սամսոնբեկի հերը, Հարթունբեկը, իրանք ստեղ որոշել են գյուղի ամենատեսարժան վայրը, որ ստեղից ավելի բարձր է, լրիվ երևում է, սարքել են ստեղ, նենց են սարքած, որ ամառվա ընթացքում տեսնում են կան ածկսե հոլ տեղը, չէ կանաչ, արև չկա, ամբողջ ամառը ստեղ արև չի մտնում, ձմռը արդեն արևը սաղ սենց ագալիս, ձմռել են սենց մենք կիսաթև մտանգան անգալիս, Հայաստանում աշխարհում ամենալավ տեղը Հայաստանն է, Հայաստանում մեր սյունած աշխարհն է, սյունած աշխարհի ամենագողտրիկ, ամենասիրուն վայրն է Բեղ գյուղը։ Ես ձեզ համար գիտեմ, ինչ եմ պատրաստել։ Ինչ։ Պատիկի գաթային թխել մեջիկ նետաղադրам. Кому попадет, счастье тому. Ну, постарайтесь, чтобы... Գյուղում տղաները բանակ էին գնում ծառայության համար, ծնողները գնում են պրեսիագի մասնակցեն, ես անպայման պարտադիր գաթան թխում էի, բայց կոպեկ չէի դնում, լոբի էի դրում մեջը, ուղարկում ասում երեխաները կարող կոպեկ ընկի ատամի արանքը ջարդեն ատամներ ասում, թող ես բան անեմ, լոբի դնեմ, լոբի մի քիչ փափկելու է, չի ջարդեն երեխաները։ Եկեղեցու մասին։ Ուրեմն Բեղ գյուղի եկեղեցին, որը կոչում է Սուրբ Գևորգ եկեղեցի, կառուցվել է վերակառուցվել ավելի ճիշտ 1903 թվականին, նախկինում եղել է մատուր, քանդվել է, հետո տեղը վերակառուցել է եկեղեցին։ Սովետական տարիներին այդ մեր եկեղեցին օգտագործել է որպես պահեստ, գրասենյակ բան, այնուհետև արդեն մենք սկսել ենք գործել ենք եւ սկսել կառուցել որպես եկեղեցի։
հարևան համագյուղացի Աստղանակիցի Միշա Մարկարյանը, որի քույրը ամուսնացել է մեր գյուղում, Միշա Մարկարյանն էր բնակում Մոսկվայում, Մոսկվա բնակ։ Օրից մի օր գալիս էր այստեղ, ես իմանալով որ Միշա Մարկարյանը շատ բարեգործություն է անում Աստղանիկ գյուղում, ասի Միշա մի բան խնդրեմ էլի, հնարավոր է մի հատ մի գործ էլ մեր գյուղում կատարեք, էլի բարեգործություն, թե կմտածեմ Մաշոջա, կմտածեմ կասեմ։ Եվ մի օր եկավ թե ուզում է վերանորոգի մեր գյուղացին, խնդրեմ, սկսեց վերանորոգել գյուղացին, գրիշը փոխեց, հատակը լիսալա պատեց, ամեն ինչ արեց, նորմալ քարերը ներսլերի մաքրեց, կուլտուրական, այդ մարդը իր գործը կատարեց։ Եվ ասեմ, որ մեր եկեղեցի շատ զորեղ եկեղեցի է, շատ ցանկացած վարված մոմ նպատակին հասնում է։ Այնուհետև անցած տարի մեր եկեղեցու խորանը վերջնականապես տեսքի բերեց մեր համագյուղացի իմ քրոջ աղջիկը Օֆիկի, Վարդգեզի աղջիկ Հասմիկ Փարսադանյանը իր ամուսնու Վահի հետ միասին, որոնք ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մտել են այստեղ, տեսել են եկեղեցու մեր խորան չկա, ասաց չէ, սենց բան չի, չէ, ոնց որ ծաղիկը առանց ջրի, չէ, ու ես լավ ուզում եմ խորան տագասել։ Բարեգործություն արեց այդ խորանը մեր վրանդակալ համագործություն է, Եվ եթե միջև հիմա ցանկացած վառված մոմ նպատակին հասնում էր, հիմա այդ խորանը պատրաստելուց հետո մեր աղոթքները մենք ավելի շատ ենք մոտիկացել Աստծուն, վառված մոմերը ավելի արագ հասնում Աստծուն աղոթքները եւ բոլորը կատարում են։ Չկա մեկը, որ մտնի եկեղեցի ինչ-որ մի բանով խնդրի Աստծուն չկատարի։ Հպարտ եմ ես նրա համար, որ փառահեղ պատմությունդ եւ անունդ այնքան հին է։ Հպարտ եմ ես նրա համար, որ փլվել է թեպետ տունդ, բայց չի խախտվել նրա հիմը։ Հպարտ եմ ես քո մատների ճարտարությամբ անհատնելի, քեզ թարգմանող քո գրքերով։ Հպարտ եմ ես անվամբ քո սուրբ լեզվով, որով երբ չես խոսում, նույնն ես ասում քո երգերով։ Հպարտ եմ ես քո անցյալի մաքարումով ու պայքարով, տոկունությամբ, կամքով համար։ Հպարտ եմ ես քո պանծալի, քո լուսավոր այս ներկայով, որ գալիք է այլոց համար։ Գյուղի հենց ներսում գտնվում է մի հուշաքար, որը շատ խորհրդանշական դեր ունի գյուղացիների համար եւ որի մասին էլ հենց հիմա տիկին Լարիսան մեզ կպատմի։ Ամուց եկած, շատ վաղուց, տատիկները ստեղ նստում էին, պատի պատ, նստում էին, զրուցում, ջուր էին տանում ստեղից, աղբյուր էր ստեղ, Արերար Մհեր Գրիգարյանը բնակում է Ռուսաստանում, գումար ուղղակ է վարպետ մեր Ռազմիկը կառուցել է տատիկների աղբյուր, հիմա տատիկները գալիս են, մեզ մա տատիկները, ջայր տատիկները, դեղ նստում եք, զրուցում եք, ջուր եք տանում, զրուցում եք, սկամեյկան սարքել է, հատուկ մեր տատիկների համար, որ նստեղ զրուցում ենք, հիմա այս նկարը որ կա, այս տատիկի նկարը որ սարքել է, այս տատիկը մեր յուղի բոլոր տատիկներից մեկի մազերն է վերցրել, մեկի աչքերը, մեկի ճիքը, բերանը, կոսիկան կապել է, այս կուշինը դրել է ձերքին, որ այս տատիկը վերցրած է բոլոր տատիկներից, ինչ որ մի բան վերցրել է, վարպետ Ռազմիկ սարքել, բոլոր տատիկների հիշատակի սարքել է։ Բարեկամներ, այս կածանը, որը որ դուք հիմա տեսնում եք, ձգվում է դեպի Բեխի անապատ։ Իսկ Բեխի անապատը կբացահայտենք շուտով։
Այժմ գտնվում ենք Տիրանի հուշաքարի մոտ եւ հանդիպեցինք Տիրանի հայրիկին եւ մի քանի հարց ենք ուզում տալ ձեզ, պարոն Անդրանիկ։ Գիտենք, որ Տիրանը այս գյուղից չէ, բայց հուշաքարի այստեղ լինելն էլ հաստատ ինչ-որ խորհրդանշական պատմություն ունի, կպատմեք դրա մասին։ Իհարկե Տիրանը շատ է սիրում այս գյուղը։ Իրան ընկերություն տարբեր ընկերներ ուներ գյուղի ընկերություն եւ այս գյուղի հետ է կապված։ Ուներ ֆուտբոլի ընկերներ քաղաքում, բակի ընկերներ, բայց հիմնականում այս գյուղի հետ շատ է կապված։ Բնությունը շատ է սիրում, նույնիսկ ամառները ձիերով նապատ էին գնում, գալիս գյուղում էին գիշերում ու շատ է սիրում այս գյուղը։ Զուտ դրա համար ընկերները Չարաբաստիկ օրից հետո առաջարկեցին ինչ-որ մի կայանատեղի, ինչ-որ մի տեղ, որպեսզի հենց իրենք ընկերներով հավաքվեն, հիշեն ու տղաները որոշեցին, որ բեխում ստեղ հուշախտուր սարքեն ու տենց, բայց տեղը շատ դժվար որոշվեց, ճիշտ ասած հարմար տեղ չէին գտնում, այստեղն էլ իր ընկերոջ պապիկի բաղն էր, պապիկը այն ժամանակ ճիշտ է ոդնի յանք են տանում, ասեց գնացեք էլ դեսուդեն մի ընգեք, իմ բաղը վերցրեք, ինչ ուզում եք հսարքեք։ Ու տենց եկանք, իհարկե այս վիճակը չէր և զրոյից ինչ վիճակ էր, ես նկարել եմ, ես ամեն աշխատանքներ նկարել եմ, հետագայում տենց բան տախտակը սարքեմ, ստեղ տեղադրեմ ինչ վիճակ էր ու տղաները ստեղ բոլորը սաղ ինչ արվել է ձեռքով արվել, ձեռքով համարյա մետր ու կես նից հողը լայնացվել է հրապարակը էլի, ստենց չի եղել, շատ նեղ բաղա եղել։ Ինչ տեսնում եք վերջնական տեսքը համարյա 80%-ը սա է, բայց դել էլի աշխատանքներ կան։ Վայրը այնքան էներգետիկան այնքան ուժեղ է այս վայրի։ Մենք խոնարհվում ենք Տիրանի սխրագործության առջև, անկախ նրանից կգայինք այստեղ թե չէ, ես ինքս անձամբ գիտեմ Տիրանին ու հուսով եմ կապանցիներն էլ մեր հերոսներին պատվում են ու խոնարհվում նրանց սխրագործության առջև։ Շնորհակալ ենք հերոս տալու համար նրանց։ Չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի հոտ է այստեղ տարածվել։ Վայրի ուրցի գույրը այստեղ ամբողջովին տարածվել է։ 2009 թիվ վարպետ Ռազմիկից։ Որքան բացահայտում ենք Սյունիքը, այնքան ավելի ենք սիրահարվում նրա քարերին։ Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը թող սուրբ լինի, քո թագավորությունը թող գա, քո կամքը թող լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, եւ մեզ ների մեր պարտքերը, ինչպես մենք կներենք մեր պարտապաներին, ու մեզ փորձության մի տանիր, այլ փրկիր մեզ չարից, քանի որ քոնն է թագավորությունը, զորությունը եւ փառքը հավիտյանս հավիտենից, ամեն։